Գլուխ 13 Երկու վերապրում Եվ Փիլիպոսն իջավ Սամարիայի մի քաղաք և Քրիստոսի մասին քարոզում էր նրանց, երբ որ հավատացին Փիլիպոսին, որ ավետարանում էր Աստծո արքայության և Հիսուս Քրիստոսի անվան բաները, ամենքն էլ մկրտվում էին, թե մարդիկ և թե կանայք։ Երբ որ Երուսաղեմում լինող առաքյալները լսեցին, թե Սամարիան Աստծո խոսքն ընդունեց, Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեցին նրանց մոտ, որոնք իջան և աղոթք արին նրանց համար, որ Սուրբ Հոգին ընդունեն, որովհետև դեռ նրանցից ոչ մեկի վրա չէր իջել, միայն Տեր Հիսուսի անունով մկրտված էին։ Այն ժամանակ ձեռքերը դրին նրանց վրա, և նրանք ընդունում էին Սուրբ Հոգին։ Գործք առաքելոց 8, 5, 12 և 14-ից 17 խոսքեր։ Նոր ուխտի ներքո յուրաքանչյուր Աստծո զավակ ունի Աստծո Հոգին։ Եթե դուք վերստին ծնված եք, Աստծո Հոգին ձեր հոգու մեջ է։ Մենք պետք է տարբերենք հոգուց ծնվելը և հոգով լցվելը։ Վերստին ծնված քրիստոնյան կարող է լցվել նույն հոգով, ով արդեն իր ներսում է, և երբ լցվի հոգով, այն իր ներսից դուրս կհորդի։ Նա կխոսի այլ լեզուներով, ինչպես Հոգին իրեն խոսել կտա։ Այդ մասին կարող ես կարդալ Գործք առաքելոց 2:4-ում։ Աստվածաբանները գիտեն, որ ջուրն Աստծո հոգու խորհրդապատկերն է։ Հիսուսն անձամբ ջուրն օգտագործեց որպես հոգու վերստին ծնունդի խորհրդապատկեր, երբ ջրհորի մոտ խոսում էր սամարացի կնոջ հետ։ Հովհաննեսի ավետարանի 4:10-ում, 11-ում, 13-ում և 14-ում գրված է. Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե Աստծո պարգևը գիտենայիր, և թե ով է նա, որ քեզ ասում է, թե տուր ինձ խմել, ապա դու նրանից կխնդրեիր, և նա կենդանի ջուր կտար քեզ»։ Կինը նրան ասաց. «Տեր, դու դույլ էլ չունես, և հորը խորն է, ապա որտեղից ունես կենդանի ջուրը»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Ամեն այդ ջրից խմողը դարձյալ կծարավի, բայց ով որ խմի այն ջրից, որ ես կտամ նրան, նա հավիտյան չի ծարավի։ Այլ այն ջուրը, որ ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի»։ Հիսուսը ջուրն օգտագործեց որպես հոգու խորհրդապատկեր, նաև այն ժամանակ, երբ խոսում էր Սուրբ Հոգով լցվելու մասին։ Հովհաննեսի ավետարան 7:37-39 խոսքերում գրված է. «Եվ տոնի վերջին մեծ օրում Հիսուսը կանգնած էր, աղաղակեց և ասաց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Ինձ հավատացողը, ինչպես Գիրքն ասում է, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն»։ Սա ասաց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։ Խոսքը երկու տարբեր վերապրումների մասին է։ Վերստին ծնունդը ջրհոր է, որ ձեր ներսում է և բխում է հավիտենական կյանքի համար։ Սուրբ Հոգու լեցունությունը վերաբերում է գետերի, ոչ թե մեկ գետի։ Ջրհորի ջուրն անձամբ ձեզ համար է։ Այն ձեզ օրհնելու համար է։ Գետերի ջուրն այլ նպատակ ունի։ Այն գետերը, որ հոսում են ձեզնից, օրհնում են այլ մարդկանց։ Ոմանք ասում են. եթե դուք ծնվել եք հոգուց, ապա ունեք Սուրբ Հոգին, և այլևս լցվելու կարիք չկա։ Բայց ոչ, եթե դուք մի կում ջուր եք խմել, դեռ չի նշանակում, որ լցված եք ջրով։ Կա վերապրում, որ հաջորդում է վերստին ծնունդին, Սուրբ Հոգով լցվելու վերապրումը, որի արդյունքում ձեր փորից, ներքին էությունից, հոգուց, կենդանի ջրերի գետեր են հոսում։ Ոմանք էլ ասում են, որ եթե մարդիկ լցված չեն հոգով և չեն խոսում այլ լեզուներով, ապա Սուրբ Հոգին նրանց մեջ չէ։ Սա ճշմարիտ չէ։ Եթե կես բաժակ ջուր խմեմ, միգուցե չլցվեմ, բայց ներսումս ջուր կա։ Երբ մարդը ծնվում է Աստծո Հոգուց, Աստծո Հոգին բնակվում է նրա մեջ։